Մարդու իրական հաջողությունն ու խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ որ վերջանում է իր եսը ու սկսվում է իր հնազանդությունը Աստծո օրենքին, իր կյանքը Աստծո հետ։ Սիրելի ժողովուրդ, սա հենց այնց հայտարարություն չի, որ արեցի, այլ օրինակ ձեր հետ եղել է այնպիսի մի իրավիճակ ձեր կյանքում, որ ձեր կյանքը նման է դատարկ ուրկանների, որ գցում ես, որ ձուկ բռնես, քաշում ես ժամերով, օրերով, ամիսներով, ոչ մի բան չի ստացվում, հաջողություն չի գալիս, ոչ մի բան չի ստացվում, դատարկություն է լինում, այ ասենք նույնիսկ դու կարող ես կյանքում ամեն ինչ ունենաս, կարիերա էլ ունենաս, հարստություն էլ ունենաս, ընկերներ էլ ունենաս, բայց սրտիդ մեջ մի բան այն չի, ձանձրույթ կա, տխրություն կա, վիշտ կա, դատարկություն կա։ Այդպիսի մի պատմության մենք առիթ ունեցանք կարդալու երեկվա Աստվածաշնչյան ընթերցման մեջ, որ Ղուկասի ավետարանի 4-րդ գլխի վերջից մինչև 5-րդ գլխի մեջտեղներն է, ինչու եմ ասում երեկվա ընթերցվածքի մեջ, որովհետև մեր եկեղեցում ամեն օր ընթերցվածքներ կան։ Եվ գիտեք, այնտեղ Տեր Հիսուսը գալիս է եւ տեսնում է Գալիլեայի ծովի ափին երկու նավակ։ Մոտենում է այնտեղ Պետրոս Առաքյալն այն ժամանակ իրան Սիմոն էին ասում, մտնում է Պետրոսի նավակի մեջ, ասում մի քիչ քաշի ընկում, որտեղ լիքը ժողովուրդ կան, որ խոսեր։ Եվ երբ որ խոսում վերջացնում է ժողովրդին, Տեր Հիսուսը գիտի, Պետրոսը ձկնորս մարդ է, ձուկ պայլով, ձուկ բռնելով տուն է պահում, գիտի ինչ է կատարվել, Պետրոսը ոչ մի բան չի ասում։ Մեկը Տեր Հիսուսն ասում է, լսի ասում է, նավդ մի քիչ են խորքերը քշի։ Այնտեղ ձուկ ենք բռնելու, գնում են խորքերը, ասում է դե ուրկանը գցի ստեղ, Պետրոսն ասում է Տեր, ամբողջ գիշեր գցել ենք, ոչ մի բան չենք բռնել։ Բայց քո խոսքի համեմատ կանեմ։ Բայց այս նախադասությունը Պետրոսը որ ասեց սրա առաջի մասը որն է, ասում է որ չարչարվել ենք, մաշվել ենք, մեր սեփական ջանքով ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչ մի բան չենք բռնել։ Ու դու հիմա մեզ ասում ես նավակը գցի ուրկանդ նորից գցի, լավ, քո խոսքի համաձայն կգցեմ։ Երբ որ նորից է գցում ուրկանը, այնքան ձուկ են բռնում, որ ասում է ուրկանը համարյա պատռվում էր։ Եվ նշան են անում, որ հիշում եք, որ ասցի ծովի ափին երկու նավակ կային։ Այն մյուս նավակն էլ գա, այն մյուս նավակն էլ գալիս է, օգնում է եւ երկու նավակներն էլ լեփ-լեցուն լցվում են ձկներով, համարյա սուզվելու աստիճան այդպես է գրված եւ վերադառնում են ափին։ Պետրոսը վախենում է, ասում է Տեր հեռու գնա ինձանից, ես մեղավոր մարդ եմ։ Տեր Հիսուսն ասում է մի վախեցի, ասում է դու հիմա մարդկանց որսորդ ես լինելու, մարդկանց ձկնորս ես լինելու։ Եվ տեսեք ինչ մի հետաքրքիր բան է կատարվում։ Պատկերացնեք Պետրոսի տեսածը, Հակոբոս եւ Հովանես առաքյալները նույնպես այնտեղ էին։ Ասում է, երբ որ հասան ափին, իրանք թողեցին ամեն ինչ ու գնացին Հիսուսի հետևից։ Իրենք թողեցին իրենց բիզնեսը, իրենք թողեցին իրենց վաստակի միջոցը, որովհետեւ իրենք գտել էին մի բան, որ վեր էր ամեն ինչից։ Այսպես է լինում Աստծո հետ հանդիպումը։ Հիշում եք Տեր Հիսուսն ասաց, որ երկնքի արքայությունը նման է մի մարդու, ով գնաց մի դաշտ գտավ, որտեղ գանձ կար եւ ասում է գնաց այդ իր մարգարիտը վաճառեց, մոտավոր եմ ասում, եւ գնաց այդ ամբողջ դաշտը առավ, ամբողջը։ Եվ Պետրոս եւ մյուս առաքյալների մի մասը այսպես թողեցին իրենց ապրուստը, այսպես ասած, իրենց բիզնեսը, իրենց գործը ու գնացին Տեր Հիսուսի հետևից, որովհետեւ այն ինչ որ իրենք տեսել էին Աստուծո հետ հանդիպելով, վերեր էս երկրից։ Ինչ ենք մենք սովորում այս ամենից, սիրելի ժողովուրդ, որ մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք փորձում ենք սեփական ջանքով առանց Աստուծո կմաշվենք ու ոչ մի հաջողության չենք հասնի, որովհետև մենք պետք է հասկանանք մեր հնարավորության սահմանը։ Տեր Հիսուսը վերջին տրիքի ժամանակ ասեց, որ առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Մենք դա պետք է հասկանանք։ Եվ մենք պետք է Տեր Հիսուսին ասենք. դու էլ մտի իմ նավակը եւ ես կհնազանդվեմ քո խոսքին։ Ասում ես նորից գցի ուրկանես, ասում ես այս կողմը գցի, այս կողմը կգցեմ։ Բայց սիրելի ժողովուրդ, եթե դուք ասում եք, որ Աստված իմ սրտի մեջ է, բայց դուք 5 նախադասություն չգիտեք Աստվածաշնչից, Տեր Հիսուսի կյանքը չգիտեք, նույնիսկ եթե մի անգամ, երկու անգամ կարդաս, մեր բնությունը այնպես է, որ մենք մոռանում ենք, պետքա միշտ նորից կարդալ, որպեսզի մշտապես հիշենք եւ ապրենք այդ խոսքով, եթե չհիշենք, ո՞նց ապրենք դրանով։ Ու մենք պետքա սովորենք ճանաչել մեր սահմանը եւ աղ դառնանք այս երկրի համար։ Հիշում եք, որ այս ցայնագրության սկզբում ասացի, որ իրական երջանկությունը եւ իրական ներքին խաղաղությունը սկսում է այնտեղ, որտեղ դու ուրանում ես քո սեփական անձը, որտեղ վերջանում է քո եսը
եւ սկսում է կյանքը Աստուծո խոսքի հնազանդության մեջ, կյանքը Քրիստոսի հետ։ Գիտեք, հիշում եք, որ Տեր Հիսուսն ասաց, դուք եք երկրի աղը, եթե աղը համ չտա, ինքը ոչ մի բանի պետքական չլինի, ոտի տակ ընկնի։ Հիմա տեսեք, կարծեմ Հովան Ոսկեբերանն այս մասին ասում, հաստատ չգիտեմ, բայց կարդացի միտեղ, որ երբ որ աղը ընկնում է ճաշի մեջ, ինքը ամբողջությամբ լուծվում է, կորում է այդ աղը, բայց դրանով է ինքը համ տալիս։ Տեր Հիսուսն ասաց, մենք ենք երկրի աղը, քրիստոնյաներս։ Ուրեմն, որպեսզի մենք համ տանք, մենք պետք է մոռանանք մեր եսի մասին։ Մենք պետք է ուրանանք մեր սեփական անձը, պայման, որ Տեր Հիսուսը դրեց իրեն հետևողների համար, չէ։ Մենք պետք է ուրանանք մեր սեփական անձը եւ գնանք Տեր Հիսուսի հետևից։ Հիշում եք, համը տալիս ենք այն ժամանակ, երբ որ մենք լուծվում ենք, այսպես ասեմ, այս աշխարհի ճաշի մեջ։ Էլ չկա այդ մարդը, բայց կա ինքը Քրիստոսի մեջ։ Մենք պետք է իմանանք մեր սահմանը, մենք պետք է հասկանանք, որ առանց Տեր Հիսուսի ոչինչ անել չենք կարող, ոչ մի հաջողության չենք անելու, ու կմաշվենք ու կվերջանանք այդպես։ Եթե մենք չգանք Տեր Հիսուսի հնազանդության, չդառնանք առ Աստված, չսովորենք իր խոսքը ու չապրենք իր պատվիրաններով։ Ուրեմն եթե ուզում եք իսկապես ձուկ բռնել, եթե ուզում եք դատարկ ուրկաններ չքաշել այս կյանքի մեջ, լսեք Տեր Հիսուսի խոսքը։ Իսկ Տեր Հիսուսի խոսքը Աստվածաշնչում է, ավետարաններում, Նոր Կտակարանում, Հին Կտակարանում իր մասին մարգարեությունները։ Վերցրեք ու սկսեք կարդացեք Աստվածաշունչը, գնացեք եկեղեցի, խոսեք ձեր քահանայի հետ, ասեք. Տեր այր, ուզում եմ ապաշխարության կյանք ապրեմ, ուզում եմ կյանք ապրեմ Քրիստոսի մեջ, որտեղից սկսեմ։ Ու ինքը կասի ինչպես անեք։ Եվ նաև առաջարկում եմ միանալ, եթե Telegram ունեք, խնդրեք Telegram-ի մեջ Աստվածաշունչն ամեն օր ալիքը, Աստվածաշունչն ամեն օր, եւ միացեք տասնյակ հազարավոր հայ մարդկանց հետ միասին ամեն օր այսպիսի բաների մասին սովորելու համար, օրական գոնե 1 գլուխ Աստվածաշունչ միասին հայերով կարդալու համար։ Դե լավ եղեք ծերի ժողովուրդ, եթե այս խոսքերը ձեզ մտածելու տեղիք տվեցին, բացեք կարդացեք Ղուկասի ավետարանի 4-րդ գլխի վերջից 5-րդ գլխի մեջտեղները, մտածեք այս բաների մասին, եւ դուք այդ Տեր Հիսուս Քրիստոսին թողեք ձեր կյանքի մեջ ներս գա, եւ հիշեք, հենց որ ձեր եսը վերջանա, այն ժամանակ սկսում է իրական ազատությունը, այն ժամանակ սկսում է իրական հաջողությունը եւ խաղաղությունը Քրիստոսի մեջ։ Ողջ եղեք եւ բարի օր բոլորիդ։